Օրինակ 1998-ի փետրվարին մոլորակ թերթում Փաշինյանը գրում է հայերն ու ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են վերնագրով մի հոդված, որտեղ նշում է, թե ինքը հոտնկայս հարգել է Բաքվում սովետական տանկերի տակ զոհված բաքվեցիների հիշատակը։ Այսինքն նա հարգում է Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչների հիշատակը, ապա շարունակում է. Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն էր ջարդում թե Բաքվում, թե Սումգայիթում, թե Շահումյանում, թե Ֆերգանայում, թե Ադանայում եւ թե 1915 թվականին Արևմտյան Հայաստանում։ Փաշինյանը նկատի ունի Ռուսաստանին եւ դեռևս այն գլխից մաքրագործելով Թուրքիային եւ Ադրբեջանին հայոց ցեղասպանության մեղքը դնում է Ռուսաստանի վրա։ Նույն պնդումը քանիցս կանի արդեն վարչապետի կարգավիճակում։ Իր գրքում Երկրի հակառակ կողմը վեպում Փաշինյանը գրում է. հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, գառն ու տաճարը, հա, մի կույտ էլ ռագատկի քարեր, Քարահունջի աստղադիտարանը։ Հայկական հուշարձանների, այդ թվում Արցախում ոչնչացվող քրիստոնեական ժառանգության հանդեպ նման թշնամական վերաբերմունքի արմատներն այստեղ է պետք փնտրել։ Փաշինյանի խմբագրած Օրագիր թերթում բանակի հասցեին զազրախոսությունները, սպարապետի ծաղրանկարներն ու նրա մասին թունոտ անդրադարձներն ամենօրյա բնույթ էին կրում։ Այս մի խմբագրականում օրինակ նա հրճվում է խաղաղ պայմաններում զոհերի առկայությամբ, խմբագրականը վերնագրելով. բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին։ Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին։ Սա է այս անձի բարոյականությունն ու էթիկան։ Սպարապետի հերթական ծաղրանկարն անբարո վերնագրի ներքո, կտորմը կամուֆլյաժ։ Չծառայած Փաշինյանը հեգնում է ոչ միայն սպարապետին, այլև զինվորական համազգեստը։ 1999 թվականի հունվարի 28-ին բանակի օրը լույս տեսած հոդվածում, որը վերնագրված է Հայաստանում ինչպես գրավյալ տարածքներում, գրում է. Երբ հայկական զորամիավորումները ճակատում տարան իրենց առաջին լուրջ հաղթանակները, այսինքն գրավեցին Ադրբեջանի մի քանի շրջաններ, գրավյալ տարածքներում թալան սկսվեց։ Հոդվածի վերջում, թե չէ գրավյալ տարածք է, մեկ էլ տեսար, ստիպված եղան վերադարձնել։ Վազգեն Սարգսյանը խուսափում է քաղաքական պատասխանատվությունից վերնագրով հոդվածում Փաշինյանը գրում է. Չգիտես ինչու, պարոն Սարգսյանի թվում է, թե հայ ժողովուրդը մի օր պետք է արթնանա ու արձանագրի, վերջ, Վազգեն Սարգսյանը քաղաքական գործիչ է։ Ապա թունոտ խոսքերի հերթական շարանը սպարապետի հասցեին։ Լավ կլիներ Արամ Զավենի Սարգսյանը վերաթերթեր իր այդքան պաշտելի Նիկոլ Փաշինյանի երբեմնի հոդվածները իր եղբոր սպարապետի մասին։ Եվ երբ այսօր ճամարտակում է Վազգեն Սարգսյանի երկրապահի հոկտեմբերի 27-ի թեմայով, արժե հիշել, որ նաև Փաշինյանի կողմից տարիներ շարունակ սպարապետի նկատմամբ թույն ու թարախ գեներացնելը եւս նպաստեց այդ ոչրագործությանը, երբ ահաբեկիչները խորհրդարանում արդեն անշնչացած սպարապետին հարվածելով կրկնում էին Փաշինյանի հոդվածների խոսքերը։ 2001-ին հայկական ժամանակում Նիկոլ Փաշինյանը գրում է. Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն, եթե կուզեք գրավյալ, եթե կուզեք ազատագրել